Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Իմ ջեր ողջույնները մեր բոլոր հեռուստադիտողներին։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից։ Բարեկամներ, մեր հաղորդումները գիտեք, որ նաև ուսուցողական են, եւ մենք չենք զլանում, ավելին ասեմ, շատ հպարտորեն ենք ներկայացնում մեր եկող սերնդին, խոհարարներին իհարկե։ Եվ այսօր այդ առիթն է ինձ հետ միասին տաղավարում է այսօր Աբովյանի կրթահամալիրի ուսանող երիտասարդ սկսնակ խոհարար Միշա Հարությունյանը։ Ողջույն Միշա։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք։ Լավ։ Ինչ ենք պատրաստելու, Միշա։ Աղցան։ Մսով, վերմիշելով, բլղուրով։ Մսով, մակարոնով, հա, վերմիշել, մակարոն, բլղուր։ Ինչ ենք արել։ Այս մակարոնների հետ ինչ ենք արել։ Մակարոնը խաշած վիճակում է, բլղուրը երմանջրով լվացած, թրջած։ Իսկ ինչի ոչ եփած։ Որովհետև բլղուրը աղացած, չորացված, եփած, չորացված։ Ապրես դու։ Եվ միսը խաշել ենք աղով եւ դափնու տերևով։ Ապրես դու։ Էլ ինչ ենք օգտագործելու։ Սոխ, իսալուզնաձև կտրտում ենք սոխը։ Կվստահես ես կտրատեմ։ Այո, իհարկե։ Իսալուսնաձև։ Չնայած որ չեմ սիրում լուսինը։ Դու սիրում ես լուսինը։ Ոչ։ Իսկ ես այդ ընթացքում թավայի մեջ լցնում եմ ձեթը։ Մի քիչ բարձրացնեմ ջերմաստիճանը։ Մենք տապակելու ենք սոխը, հա? Հետո վրան լցնելու ենք միսը։ Այնուհետև էլեկտրական ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ լցնելու ենք եւ խառնենք։ Ամբողջը։ Այո։ Շատ լավ։ Տապակը տաքանա, ձեթը դաղվի, նոր սոխարած պատրաստենք, չէ՞։ Այո։ Քերենք պանիրը միգուցե, հա։ Այո։ Մենք քանի որ ընդհանուր ենք, պանիրը վրայից ենք լցնելու։ Ամենավերջում։ Դրա համար առանձին էսպես մեծ ափսեի մեջ քերենք, հա։ Եթե ես քերեմ ոչինչ։ Ոչինչ։ Իսկ դու պատմի, թե ինչպես ստացվեց, որ դու ընտրեցիր խոհարար մասնագիտությունը եւ դժվար էր արդյոք ծնողներին համոզել։ Չէ, ծնողներս էլ էին ուզում, որ ես խոհարար դառնայի։ Հա։ Կարծում եմ արդեն պատրաստ է, չէ՞, միսը դնենք։ Մեծ ափսեի մեջ պիտի խառնենք, չէ՞։ Դե կարող ես այս մթերքներն արդեն խառնել։ Լցնում ենք բլղուրը։ Երմանջրով թրջած։ Ավելացնում ենք վերմիշելը խաշած վիճակում։ Դու սպասում ենք մինչև սոխը եւ միսը տապակվի, որպեսզի ավելացնի։ Սպասում ենք։ Իսկ համեմունք ինչ ենք անելու։ Քո կարծիքով ինչ համեմունք սազա։ Համեմունք։ Համքեղ։ Ահա։ Եվ վերջ։ Այո։ Թույլ կտաս կտրատեմ։ Այո։ Ինչ մեծության։ Նորմալ չափսի։ Ես ուզում եմ նաև պատմես դու այդ ձեր շրջանակներում, ձեր երիտասարդ խոհարարների, սկսնակ խոհարարների կամ ուսանողների շրջանում, այդ դուք խոսում եք, զրուցում եք, ինչ միտքն է, որ միտքն է գերիշխում մեր խոհանոցի մասին, դրական կարծիք կա ավելի շատ, թե բացասական։ Դրական։ Հա։ Այո։ Դրական։ Իսկ եթե բացասական կարծիք հայտնող է լինում, օրինակ մեկը քո մոտ դու ներկայես եւ
ասում են, որ մենք խոհանոց չունենք, այսպես մենք լավ, մեր խոհանոցը լավը չի։ Չէ, այդպեսի մարդ չեմ ճանաչում, որ մեր խոհանոցին ինչ-որ մի վարկաբեկ։ Իսկ որ ճանաչես ինչ կա։ Չէ, կասեն, եթե քեզ դուր չի գալի, գնա ուրիշ երկրում ապրի, որ խոհանոցը շատ է սիրում, հենց տեղ էլ ապրի։ Հարգելի հեռուստատողներ, ես կարծում եմ մեկնաբանությունները ավելորդ են, ուղղակի միայն պիտի վստահեցնեմ ձեզ, որ մենք նախնապես չենք զրուցել։ Եվ այսպիսի նաև տղաներով է, որ մենք դեռ պիտի այստեղ ամրանանք, շատանանք ու դեռ հաղթենք, չէ՞։ Այո։ Վստահ եղեք, որ մեկ ընտանիք այսպիսի լավ ապագա ընտանիք որ պիտի կազմի, հայրենասեր ընտանիք պիտի ձևավորի մեր Միշան։ Լավ, ինչ անենք, կարծում եմ պատրաստ է արդեն, հա, միսը։ Ավելացնում ենք վերմիշելին եւ գլղուրին։ Սա էլ ես քեզ հուշեմ, հենց տաք ժամանակ որ դնենք կանաչին, ավելի համեղ կլինի, կխառնվի եւ հոտերը կփոխանցի։ Հիմա դիր մոտիկ եւ կարող ես երկու գտալի օգնությամբ, զգուշությամբ առանց շտապելու։ Այսպիսի տղաներին է, որ ուզում ես 10 ամբողջը ինչ ունես։ Եվ հավատացեք, որ մեր կազմակերպությունը, մեր հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը ունի սկսնակ խոհարարների մեծ բանակ եւ մենք մեր բոլոր անդամները չեն զլանում, ինչ ունենք տալիս ենք եւ պիտի տանք։ Ինչ էիր ասում սրա մասին։ Ասում են, որ վերջում պետք է լցնենք էլեկտրական վառարանի համար նախատեսված թավայի մեջ։ Լցնենք։ Այսպես տնենք, հարթեցնում ենք, հա, թե կարևոր չէ։ Հիմա Իսկ ամենավերևում լցնում ենք քերած։ լցնենք։ Ձերքով, չվախենաս։ Ձերքով։ Այդ ձերքիդ միջոցով է որ դու քո հոգու ջերմությունը եւ քո այդ դրական էներգիան պիտի տաս ուտեստին։ Ով որ դրանում քեզ կհակառակվի, ինձ հետ գործ ունի։ Բավարարում է քեզ վստահությունը, եթե ինձ հետ գործ ունենամ։ Հա? Այո։ Ապրես դու։ Հիմա կհարթացնենք այսպես։ Եվ խնդրում եմ դու ասես, թե ինչ ջերմաստիճանով եւ քանի րոպե պիտի մնա ջեռոցում։ 5 րոպե եւ 280 աստիճան ջերմաստիճան։ Բարեկամներ, այս հետաքրքիր հաղորդմանը փաստորեն մնաց 5 րոպե։ Այդ 5 րոպեն մենք կսպասենք, որ ջեռոցում պատրաստվի այս հիանալի աղցանը, ջեռոցում պիտի ունենանք 250 աստիճան տաքություն։ Սպասենք այդ 5 րոպե։ Ահա, 5 րոպեն անցավ, Միշա ջան, եւ ինչ ենք անելու։ Մատուցենք արդեն։ Պատրաստ է արդեն այս լավ ուտեստը։ Պիտի տեղադրենք այստեղ։ Այո։ Եթե կուզես այստեղ ես քեզ օգնեմ։ Մեծ ուրախությամբ պիտի օգնեմ քեզ, որովհետեւ դու ողջևորեցիր ինձ։ Կենտրոնական մասում դնեմ։ Այնքանն էլ կպահենք հետո մյուս անգամ, չէ՞։ Ինչ անենք դրա կողքը։ Լոլիկից ենք։ Լոլիկից մի փոքր շերտ անենք, գույն տանք մի քիչ, չէ՞։ Կարծում ես գեղեցիկ կլինի, չէ՞։ Այսպես։ Եվ Այս Օտ Մարտինա ֆիրմայի լավ սոուսն է, լախորժակ։ Այսպես անենք։ Չէ՞։ Եվ խնդրեմ դու ներկայացրու եւ ինչ առաջարկ ունես քո հասակակից սկսնակ խոհարարներին։ Ինչ կցանկանաս, որ իրենք ինչ պատրաստեն, ինչպես պատրաստեն։ ցանկանում եմ որ ինչ պատրաստում են, սիրով պատրաստեն եւ մատուցեն իրենց ուզած ձևով, իրենց դիզայնով։ Բարեկամներ, շատ սկզբունքային խոհարարի, սկսնակ խոհարարի ենք այսօր հանդիպում եւ մենք հաստատ մի քանի տարի հետո ունենալու ենք մի լավ սկզբունքային ամենակարևորը խոհարար։
Ուզում եմ ձեր անունից ես մեկ անգամ շնորհակալություն հայտնել Միշան։ Ցանկանանք, որ ինքը այդպես հենց վստահ լինի իր ճաշակի մեջ, վստահ լինի իր մատուցած ուտեստի լավ լինելու մեջ, քանի որ ինքը պատրաստում է սիրով եւ մեծ խանդավառությամբ։ Շնորհակալություն, ապրես դու Միշան։ Հարգելի հեռուստադիտողներ, այս հետաքրքիր օրը ավարտվեց։ Մեզ համար այսքանն ենք պատրաստել։ Ուզում ենք, որ դուք միշտ լինեք առողջ եւ երջանիկ, միշտ հպարտ լինենք հայ լինելու համար եւ ունենանք բարու զգացողություն եւ համբերություն, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Աղցան, մակարոն 200 գրամ, միս 250 գրամ, բլղուր 200 գրամ, պանիր 100 գրամ, սոխ 40 գրամ, ձեթ 30 գրամ, համեմ աղ, բարեխորժակ։